Դուք ազատության, անկախության մարտիկ եք եւ դա ակնհայտ է, որովե մեկը դա չի կարող շղթել։ Երբևէ փորձել եք մտովին հետ գնալ, եթե անկախ Հայաստանի ղեկավարը լինեիք դուք կամ լիներ որևէ մեկը ձեր նման, ով պայքարեց անկախության համար, ինչ հունով, ինչ ճանապարհով կգնար Հայաստան, այս նույն ճանապարհով էր գնալու, թե ինչ որ բան այլ էր լինելու։ Անկախ Հայաստանի ղեկավարը բնականաբար պիտի լիներ անկախական։ Այդպես չեղավ, իսկ եթե դուք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վաղը կարող են նույնիսկ խնամիական կապեր հաստատեմ։ Ուզում եմ ասեմ, իր հանդեպ անձնական ատելություն չունեմ, բայց մարդ որ դեմ էր անկախությանը, կամ Վանո Սիրադեղյան ասում էր երագույնը վերացրեք, դա Արցախի հարցին, Արցախ բառը ինքը չգիտեր, Ղարաբաղին խանգարի։ Ուրեմն այդ մարդիկ դարձան անկախ Հայաստանի ղեկավարները։ Անկախ Հայաստանի ղեկավար լինելու համար դու պիտի անկախ Հայաստանի մասին պատկերացում ունենայիր, երազ պիտի լիներ եւ ծրագրեր պիտի լիներ։ Իհարկե շատ բան տարբեր կլիներ։ Նախ ազգային բանակի ստեղծումը չէր հետաձգվի 2 տարով, Սահմանադրության ընդունումը չէր հետաձգվի 5 տարով, որովհետեւ դեռ 76 թվականին եմ ես մեր կարևորագույն փաստաթղթերի ժողովածուում ազգային միացյալ կուսակցության, որը շատ մեծ դեր կատարեց, այնքան սարսափելի փաստաթուղթ էր, որ Աշոտ Նավասարդյանին եւ Ազատ Աշարյանին 11 տարի դատապարտեցին միայն բաժանելու համար։ Այդ փաստաթղթի համար։ Այո, 76 թվականին գրված էր անկախության հանրաքվեից հետո առաջին գործ ժամանակավոր կառավարության ստեղծում, Հայաստանի միջազգային ճանաչում, սահմանադիր ժողովի միջոցով սահմանադրության։ Այդ ամենը այսօր ունենք, պարոն Հայրիկյան։ Գիտեք, բայց դուք ասում եք այն ժամանակ ինչ կլիներ։ Այսինքն այդ բոլորը չէր հետաձգվի, որովհետև հենց իշխանության գային հայկական ուժեր, իսկապես հայ ուժեր, իսկապես վիճակը դուք սկզբունքային հարց տվեցիք եւ սկզբունքային պատասխաններ ստանում եք։ Վիճակը արմատապես տարբեր կլիներ։ Իսկ այդ դրսի ճնշումները կլինեին նաեւ ձեր վրա։ Այդ դեպքում ինչ էիք անում։ Ես այդ դրսի ճնշումներին սովոր էի։ Ես KGB-ի շվի տակ ապարելուն չեմ ապարել երբևէ։ Իսկ Հայաստանի նոր իշխանությունները շաբաթը մեկ Մոսկվա էին թռնում։ Այն Կրուչկովը, որ կազմակերպել էր Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքվի ջարդերը, այդ Կրուչկովը իրենց սիրելի մարդներ եւ Վազգեն Մանուկյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Դուք չէիք թռնելու, պարոն Հայրիկյան, Մոսկվա։ Կարող է եւ թռնեի, բայց մինչեւ այդ Մոսկվան կիմանար ում հետ է խոսում։ Հայաստանի անկախության պահից պիտի Հայաստանը ազդարարեր։ Մենք չենք ճանաչում Հայաստանի անկախությունը վերացրած Մոսկվայի մարտի 16-ի պայմանագիրը։ Դա պետք է հենց առաջին օրը ազդարարվեր։ Եվ հարցը միայն ազդարարելու չէ։ Մենք ժամանակ ենք կորցրել։ Գիտեք, ես չեմ ուզում անցյալի մասին խոսել, անցյալի մասին խոսում եմ ներկայում դասեր քաղելու համար։ Բայց պետք է խոսել, որպեսզի դասեր քաղելու համար։ Այսօր ինչ պիտի արվի։ Այսօր այնքան բան ենք մենք կորցրել, որ նախ ամենակարևորը պիտի վերականգնենք։ Հայ մարդը պետք է իրեն զգա Հայաստանի տերը։ Հայաստանում իշխանությունը պետք է պատկանի ձեզ, ինձ, մյուսին, պիտի պատկանի ժողովրդին։ Եվ դրա համար համակարգային փաստաթուղթ է ներկայացված, ընդամենը 3 էջանոց ծրագիր։ 3 էջանոց ծրագիր, եթե սա անենք, մարդիկ կզգան իրենց երկրի տերը։ Եվ մենք էլ քաղաքական գործիչներս կլինենք ընդամենը միջնորդ մարդկանց կամքը կատարելու համար։ Պարոն Հայրիկյան, այսօր երբ ընդդիմությունը գնում է երկխոսելու իշխանության հետ, բա այն ժողովուրդը, որ հավատում էր այդ ընդդիմությանը, այդ ժողովուրդը կարծեք թե դարձյալ մնում է ծայրահեղ ընդդիմության դիրքերում, ով է լինելու այս ժողովրդի լիդերը, եթե իր լիդերները գնում են երկխոսելու եւ գնում են ձեր ասած հանդուրժող ընդդիմադիր դաշտ, նոր ընդդիմությունը ձևավորվելու անհանդուրժող։ Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը անպայման պետք է լինի ծայրահեղ, բայց որպես ծայրահեղ ասպարեզ իջած երբ իր էությունը փոխում է, բայց նրանց գնահատականները այսօրվա իշխանություններին այնքան ծայրահեղ էին ընդամենը մի քանի տարի առաջ, որ այսօր չեմ կարողանում հասկանալ ինչը փոխվեց այդքան արագ նրանց պատկերացումները։ Եթե ասում ես ավազակապետություն, իդեպ այդ բառը առաջին անգամ օգտագործվել է հրշական իշխանությունների հասցեին, այդ բառը որպես բառ շրջանառության մեջ է մտել։ Դե շատ բաներ կան, որ իրենց հասցեին, հիմա նրանք փորձում են պրոյեկտել այլ իշխանությունների վրա։ Ուրեմն կամ դու պետք է փոխես քո էությունը դառնաս նույնպես ավազակ, որպես գնաս ավազակի հետ համագործակցության, կամ գոնե պիտի բարի լինես ասելու, գիտեք, մենք շատ խիստ էինք մեր գնահատականները, հիմա փոխել ենք։ Բայց ես այդ մարուկների մեջ չեմ ուզում խորանալ։ Ձեր հիմնական հարցը ծայրահեղական տրամադրված ընդդիմությունն էլ պիտի հասկանա, որ երկխոսությունը մշտապես պարտադիր է։ Պարզապես այդ երկխոսության հիմքում չպետք է լինի։ Գիտես, մի քանի աթոռել ինձ տուրել ինչ կլինի, մի քանի։ Բայց զգում եք, որ այդպիսի տպավորություն իրականում կա եւ այնպիսի տպավորություն է, որ այսօրվա ընդդիմադիր հարթակը կարծեք թե ոչ թե ժողովրդի խնդիրն է լուծում, այլ ուզում է ինքը իր անձնական խնդիրները լուծել։ Այդպիսի մոտեցում կա, մարդիկ դրա մասին խոսում են, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ լսել եմ, շատ տարածված է, բայց պիտի այս ամենով հանդերձ կարողանանք վեր կանգնելու ասել։ Մարդիկ երկխոսում են իրար հետ շատ բարի, սխալ ելակետ են ունեցել սկզբից, ուղղել են, ուրախալի է, ողջունելի է, բայց կարևոր է, որ այդ երկխոսության արդյունքում ոչ թե լուծեն անձնական հարցեր կամ իրենց թիմի որոշ մարդկանց հարցեր, այլ հասկանան, որ հիմնական խնդիրը ժողովրդի հարցն է։ Հիմա բոլոր ուժերին, հրապարակավ կամ անմիջականորեն նկատի ունեմ եւ հանրապետականին, եւ ընդդիմության դաշտի բոլոր ուժերին ներկայացված է շատ կոնկրետ ծրագիր։ Գիտեք, 1000 մարդու ծրագիր կարող են մերժել, բայց երբ Հայրիկյանն է ձեզ ասում,
Այն մարդը, որ ձեր ժամանակին 10 տարի, 20 տարի ասում էր անկախություն հանրաքվեի ճանապարհով, ու դուք մերժում եք, հիմա էլ պատրաստվում եք նշել։ Նշել ոչ թե ինքնորոշման օրը, ինքնորոշման 20-ամյակը, այլ Հայաստանի անկախության։ Այդ մարդը առաջարկ է տվել։ Այսօրվա շատ լիդերների մոտ ձեր անձի նկատմամբ կա խանդ եւ դա ես հասկանում եմ, որովհետեւ ես եմ հասկանում, հանգիստ եմ վերաբերում, դրա համար ինձ շատ մեջտեղ չեմ գցում։ Ես ծրագրերի մասին եմ խոսում։ Ես կարող եմ ասել, չէ, ձեր իրականության մեջ կա մի մարդ, որ եղել է սովետական միության բոլոր ազգերի ժողովրդավարական շարժումների ընտրված առաջնորդը։ Չեմ ասում այդպես։ Ես ասում եմ, լսեք, բաներ որ ասեք, խանդը կավելանա, ավելի շատ կլինի։ Ասում եմ, կա ծրագիր, եկեք այս ծրագրի վերաբերյալ, ու ծրագիրը բոլորը ընդունել են։ Հիմա օրինակ մենք դիմել ենք նախագահին, որպեսզի Հայաստան հրավիրի Հայաստանի անկախության հանրաքվեի համար պայքարած այլազգի այլախոհներին այն տարիների։ Նրանց 3/4-ը մահացել են, բայց նշանավոր դեմքեր դեռ կենթանի մնում են։ Եվս մի 10 օր սպասելու եմ, որտեղ անհասկանալի, դա մերժել չի կարելի, աշխարհի բոլոր ազգերը փնտրում են առիթ, որ նշեն, որ իրենց պայքարին մասնակցել են նաև բան։ Դիմել ենք նաև վարչապետին, ասում ենք օրենսդրական նախաձեռնության մտիր պարլամենտ, քանի ուշ չի, եւ Հայաստանի անկախության վերականգնման օր ազդարարեք մայիսի 28 ուղղեք հրշականների թույլ տված այդ սխալը։ Իսկ այս սեպտեմբերի 21-ը ինքնորոշման օր ազդարարեք։ Չէ՞ որ ինքնորոշման սկզբունք այսօր մեզ համար կարևորագույն սկզբունք է։ Հաջորդ խորհրդանում ձեզ կտեսնենք, պարոն Հայրիկյան, ինչպիսին են ձեր ցանկությունները։ Եթե ընտրությունները լինեն այնպեսին, ինչպեսին եղել են նախորդ անգամ կամ մենք ընտրություններին պարզապես չենք մասնակցի։ Ես չեմ մասնակցի։ Մենք տրվելով առաջարկների նախորդ անգամ, այսինքն նկատի ունեք, եթե գերակա խնդիրը փողը լինի, դուք չեք մասնակցի։ Այո, եթե տեսնում ես, որ սերմացու են բաժանում, բարալիկ են բաժանում, գումար են բաժանում եւ այլն, ես ինչի պիտի ես ժամանակին այսպես եմ մասնակցել քաղաքական կյանքին, կամ երկրից բարելավումը, բարեփոխումը, ազատագրումը, կամ բանդ։ Եթե ժամանակին այդ երկու ընտրությունն եմ ունեցել, հիմա ինչի՞ ինձ պիտի ստորացնեմ, գնամ խառնվեմ։ Պարոն Հայրիկյան, ես նկատում եմ, որ շատ հարուստ մարդիկ, շատ մարդիկ, ովքեր խորհրդանի գործունեությանը չեն մասնակցում, այսօր հայտարարում են, որ իրենք հաջորդ խորհրդանում չեն լինի։ Սա կարելի է ենթադրել, որ հաջորդ խորհրդանը կլինի որակական ավելի լավ խորհրդարան։ Խորհրդարանում նրանք չպետք է լինեին։ Հարուստ մարդը խորհրդարանում, գիտեք ինչ իմաստով հարուստ մարդը։ Եթե հարուստ մարդը զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ, նա սահմանադրությամբ իրավունք չուներ լինել սա։ Բայց նա չպետք է գնա խորհրդարան, որպեսզի իր շահերը պաշտպանի։ Չէ՞ որ նրա շահերը դա բիզնեսի շահեր են, որը հարկատու է եւ աշխատատեղեր։ Լավ, այդ մարդը եթե շահ ունի առողջապահական համակարգում, պիտի գնա բժիշկ աշխատի։ Հասկացա։ Դրա համար կան քաղաքական գործիչներ։ Նրանք ֆինանսավորում են իրենց առաջարկները ներկայացնում, լսում են թե իրենց շահերը ով ավելի լավ կարող է պաշտպանել։ Միգուցե մեր քաղաքական գործիչները դեռևս այդ որակը չունեն, որ գործարարը նրան վստահի իր բիզնեսի խնդիրները լուծելու այդ ճակատագրական որոշումը։ Եթե ազնիվ խնդիրներ ունի, ապա այդ որակը ինքը կարող է պարտադրել իր աջակցությամբ։ Եթե ինքը հետին նկատառումներ ունի, այսինքն փող է տալիս որպեսզի ոչ թե լոբիզմով, այլ ուղղակի իշխանական լծակներն օգտագործելով իր գործերն առաջ տանի, պարզ է որ նա չի հավատում։ Պարոն Հայրիկյան, ժամանակին խոսում էին, որ Վազգեն Սարգսյանը հեռացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից, նրա Ղարաբաղյան հարցում հեքիաթներ։ Դա չեք ընդունում այդպես։ Հեքիաթը, ես գիտեմ ուղն ու ծուծը ամբողջ պատմության։ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհանրեն ասել է հրաժարական գրեք։ Լևոն Տեր-Պետրոսյանին պետք էր 98 թվականին հեռանալ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը աշխարհի կողմից չէր ճանաչվում, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը իմիջիալոց Լևոն Տեր-Պետրոսյանը բավական գեղեցիկ դրսևորումներ ունեցել է ցավոք սրտի ոչ ազգային կյանքում։ Ինքը շատ արագ կարողանում է կողմնորոշվել, այլ իր անձնական այդպես փոքրիկ մարտավարական խնդիրներում։ Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականի ամոթալի ընտրություններից հետո, որտեղ եթե ինքը լիներ կարգին մարդ, պիտի Վազգեն Սարգսյանին ընդհանրապես հեռացներ պետական համակարգից, որովհետև Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի անունից հայտարարեց 100%-ով էլ շահեք, ժողովուրդը 100%-ով էլ եթե բանանի, մենք չենք տալու իշխանությունը։ Դա մարդկության քաղաքակիրթ մարդկության գործունեության ընթացքում ամենաանթույլատրելի բանն է, որովհետև դու ասել ես ես 100% համոզված եմ ճիշտ եմ, բայց ժողովուրդը դեմ է քվեարկում, պիտի հեռանամ։ Ուրեմն Լևոնը չհեռացրեց, բայց այդ տրամադրությունը աշխարհին հայտնի դարձավ, որ սրանք են լևոնականները, եւ Լևոնին այլևս աշխարհի ոչ մի երկիր չէր հրավիրում, ոչ մի մարդ չէր այցելում Հայաստան։ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն այն տեսակետը, որ նրան հեռացրեց Վազգեն Սարգսյանը, դա իրականությանը չի համապատասխանում։ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին բոլորին առաջարկել էր, որ իրենք իրեն ձեռքով դիմում գրեն հրաժարական տալու համար։ Նրանք էլ պատասխանել էին. դու իրավունք ունես մեզ հեռացնելու, հեռացրու, բայց մենք մեր ձեռքով դիմում չենք գրի։ Պարոն Հայրիկյան, ժամանակն ավարտվում է, վերջին հարցն եմ ուզում ուղղել։ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այն ճանապարհը, որով հիմա մենք գնում ենք, ճիշտ ճանապարհը եւ երբևէ հավատում եք, որ այս ճանապարհով կկարողանանք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծել։ Ընդհանրապես այլ ճանապարհ չկա։ Ճանապարհը միայն խաղաղն է, որովհետև եթե նույնիսկ պատերազմ լինի,
Հետո պետք է դարձնել խաղաղություն։ Ավարտվելու է խաղաղություն։ Բայց պարոն Հարիկյան, կներեք, որ ընդհատումը մենք խոսում ենք, որ այլ ճանապարհ չկա, բայց յուրաքանչյուր օր սահմանի վրա դիպուկահարներից մենք ունենում ենք վիրավորներ, զոհեր, սա արդեն խաղաղություն չէ, կարծեք թե։ Իհարկե խաղաղություն չէ։ Երբ 94 թվականին զինադադար էր կնքվում, գիտեք, շատ կարևոր է, թե ինչով ես դու առաջնորդվում։ Եթե առաջնորդվում ես ինքնորոշման սկզբունքով, զինադադարի տակ Հայաստանի ստորագրությունը չպետք է լիներ։ Պիտի զինադադարը կնքեին Արցախը եւ Ադրբեջան, այսինքն դա արդեն պատմություն է, չենք կարող։ Դա պատմություն է, բայց մենք սխալներին անդրադառնում ենք։ Հիմա ինչ է կատարվում այսօր։ Այսօր իսկապես պատերազմը շարունակվում է։ Հայաստանը իր այդպես անորոշ քաղաքականությամբ, գիտեք, ես մի քիչ ինքան մեծ է ինֆորմացիան, ուզում եմ խտացնել, բայց երկու բառով ասեմ։ 91-ից 95 թվականներին Հայաստանում կար 12 падգամավոր Արցախից։ Այսինքն Արցախը Հայաստանի հետ վերամիավորված էր։ Լրությամբ, առանց որևէ ճնշման, արտաքին շրջանակներից հանգարց Հայաստանը հրաժարվեց այդ երևույթից, որ Արցախը ինչու հրաժարվեց։ Կարելի է Լևոնին հարցնել։ Թե աշխարհը արդեն համակերպվել էր։ Կոմունիստների օրոք Արցախը միացել էր Հայաստանին, միասնական պարլամենտ ունեինք։ Հիմա միացում գոռացող մարդիկ հանկարծ հիշեցին, որ կա ազգային ինքնորոշում միավորում, որը ասում էր ինքնորոշում, բայց մենք ասում ենք ինքնորոշման ճանապարհով վերամիավորում։ Հիմա իրենք գնացին Արցախին, արդեն խոսում են Արցախի անկախությունը ճանաչելու մասին, բայց ձեր կարգախոսը միացումն էր։ Իմ կարգախոսը եղել է ինքնորոշում, ինքնորոշման ճանապարհով որևէ վճիռ ընդունում, բնականաբար միավորում։ Հիմա այդ տարտամությունը մի օր միացում, մի օր ինքնորոշում, մի օր անկախություն, իհարկե հեղեղուկ վիճակը մեզ թույլ չի տալիս, որ մենք ունենանք նաև դաշնակիցներ մեր գործունեության ընթացքում։ Ի վերջո Հայաստանի իշխանությունների հարցն է դա, երբ որ հակամարտության կողմ են ճանաչված Ադրբեջանը եւ Հայաստանը այս պահին պիտի ոչ թե ասի Արցախն էլ պիտի մասնակցի բանակցություններին, այլ պիտի նախապատրաստի, ասի գիտեք, ես այսպես է, եթե մենք խոսում ենք վերամիավորման մասին եւ դուք համաձայն եք, որ Արցախը Գերմանիայի պես վերամիավորվի Հայաստանի հետ, մենք շարունակում ենք մաս կազմել։ Եթե դուք խոսում եք այլ կարգավիճակների մասին, մենք դուրս ենք գալիս բանակցություններից։ Պարոն Հարիկյան, այս խնդիրը ձեր սերունդը լուծելու է, թե այս խնդրի բեռը մնալու է մեր սերնդի վրա։ Մեր սերնդի ողբերգությունը գիտեք որն է, որ հարցնում եք այսօր վերից վար, ասում են Շուշիի ազատագրումը մեծագույն հաղթանակն էր։ Շուշին իհարկե մեծ ձեռքբերում է, բայց ոչ ոք չի խոսում մայիսյան տոների մասին խոսելիս, ոչ ոք մեծագույն շեշտադրումը չի կատարում անկախության վերաբերյալ։ Մեր սերունդը անկախ Հայաստանի տեր է դարձել, բայց մեր սերնդի հաղթանակների մասին որ խոսում են, ավելի շատ խոսում են ֆիդայական կռիվների մասին, քան ազգին ազգ դարձնող պետության ստեղծումը։ Հիմա կմնա ձեր սերնդի վրա, թե մեր սերնդի վրա, ես չեմ ուզում այդպեսի սերունդների բաժանում։ Մեր ժողովրդի վրա է այդ բեռը, եւ այդ բեռը որպես բեռ է մնում, ոչ որպես ձեռքբերում, այլ բեռ է մնում, պարզապես այն պատճառով, որ իշխանության եկած ուժերը երբեք ազգային ինքնորոշման սկզբունքով չեն առաջնորդվել, որովհետեւ ազգային ինքնորոշում նշանակում է հայ մարդուն անհատին պիտի հարգես եւ նրան ինքնորոշման իրավունք տաս, սկսած մեկ անհատից վերջացրած Արցախով եւ ամբողջ Հայաստանով։ Շնորհակալ եմ պարոն Հարիկյան, շնորհակալ եմ գնահատականների համար եւ ուզում եմ ասել, որ իրոք ձեր գործունեությունը որպես անհատի բավականին մեծ է, ճիշտ է, ձեզ այս անկախության տարիներին նաեւ շատ հաճախ քննադատում են, բայց վստահ եք, որ երիտասարդ սերունդը ես ամենայն դեպս ում հետ շփվում եմ, ձեզ համարում են մեծ հայ եւ դուք այդպեսին կլինեք մեր հուշերում եւ մեր ընկալումներում։ Շնորհակալություն ձեզ։ Ես կուզեի լինել ձեր գործնական կյանքում նույնպես օգտակար։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին զրուցում ենք Պաուլ Հայրիկյանի հետ, պետք է նկատել, որ իրոք քաղաքացին պետք է իրենց զգա պետության տերը, բայց դա նշանակում է, որ դժվարությունների պահին քաղաքացիները նաև պետք է մնան իրենց պետությունում եւ ոչ թե հեռանան։ Այսօր մեր շատ քաղաքացիներ ընտրել են ամենահեշտ ճանապարհը իրենց խնդիրների լուծելու եւ հեռանում են Հայաստանից։ Նրանք պետք է մնան եւ իրենց երկիրը, իրենց տունը կառուցեն, որովհետեւ աշխարհի որևէ պետությունում որտեղ էլ որ ապրես, քո հայրենիքից թանկ եւ վստահ տեղ, վստահ եմ, որ քո կյանքում չի կարող լինել։ Կհանդիպենք վաղը։